Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տանիքին հայտնված արևային պանելները տեսնողին շփոթության մեջ էին գցում։ Վերականգնվող այս էներգիայի կիրառումը ֆանտաստիկայի ժանրից էր թվում։ 8 տարի հետո էլեկտրաէներգիայի համար խնայած գումարն ամեն ինչ տեղն է դնում։ 2008 թվականից մինչև այսօր իր վերած եկամուտը 5 միլիոն դրամ է։ Արևային օգուտների մասին ամերիկյան համալսարանում ավելի վաղ էին խոսում։ Արևային ջրատաքացումն ամեն օր ապացուցում էր ու շարունակում է ապացուցել համակարգի արդյունավետությունը։ Այս համակարգը այս շենքի տաք ջրամատակարարման կարիքների մոտ 80%-ն է հոգում։ Արևային միկրոկայաններն այստեղ ավելի շատ գիտական նշանակության են։ Մշտադիտարկման կայանն էլ հնարավորությունների մասին է հուշում։ Հայաստանում արևից ավելի շատ էներգիա է հնարավոր քամել, քան օրինակ Եվրոպայում։ Մեր ռեսուրսը առնվազն 30-40%-ով գերազանցում է այդ հնարավորությունները։ Արևային քարտեզը կազմված է 4 խոշոր կայանները մշտադիտարկում են ամենաարևաշատ համայնքները։ Սա խոշոր ներդրողների համար։ Էներգետիկ ենթակառուցվածքների փոխնախարարն իր օրինակով տնային տնտեսություններին է խրախուսում։ Սեփական արևային միկրոկայան ունենալը շահավետ է։ Մենք ուզում ենք ստեղծել արտադրություն սպառման կետում։ Այստեղ պանել ինվերտոր, որտեղ ինքը հենց միանգամից ուղղակի հոսանքը մատակարարում է ցանց ինվերտորի միջոցով, այսինքն պանել ինվերտոր հաշվիչ։ Էներգետիկ լուծումներ առաջարկող եւ արևային կայաններ տեղադրող ընկերությունն օնլայն գործիք է ստեղծել։ Մուտքագրում եք էլեկտրաէներգիայի ծախսն ըստ ամիսների, ծրագիրը հաշվում է, թե ինչ զորության կայան է անհրաժեշտ։ Սա էլ իր հերթին կօգնի մոտավոր հաշվել, թե որքան գումար կծախսեք։ Հետմյան ժամկետը կարող եմ ասել մոտ 8 տարի է կազմում։ Շահավետ է այն տեսանկյունով, որ երկարաժամկետ, եթե նայենք 8 տարուց հետո մենք ունենում ենք անվճար էլեկտրաէներգիայի գեներատոր։ Ներդրումները, որ դուք անում եք, պարտավոր չեք ձեր գրպանից անել։ Ներկապային կան լավ վարկային ռեսուրսներ, բավականին մատչելի, որ դուք պարզապես դիմում եք եւ այն գումարը, որ ամսական պետք է վճարեք, այնտեղ եք վճարում։ Վարկի մարում եք տալիս։ Արտադրողներն արևային պանելների համար 20 տարվա երաշխիք են տալիս։ Փորձագետները դեպքեր գիտեն, որ ավելի երկար են ծառայում։ Համեմատաբար կարճ է փոխակերպիչի կյանքը։ Ամեն 10 կամ միջինը 15 տարի վրա պետք է այդ ինվերտորները փոխվեն։ Ինվերտորները կազմում են գնի փոքրիկ, շատ փոքրիկ մասը եւ պետք է անհանգստանալ այս առումով։ Մինչև 150 կիլովատ հզորության կայանի համար արտոնագրի կարիք չկա։ Վերացել է նաև արևից ստացած էներգիան կուտակող մարտկոցի կարիքը։ Պայմանագրի օրինակելի ձևն արդեն ուժի մեջ է մտել։ Էլեկտրական ցանցերը դառնում է հենց այդ կուտակիչը։ Արևային կայանը միանում է ցանցին, տեղադրվում է երկկողմանի հաշվիչ։ Այդ հաշվիչը ֆիքսելու է ինչպես բաժանորդի կողմից սպառված էլեկտրաէներգիան, այնպես էլ արևային կայանի կողմից դեպի ցանց առաքված էլեկտրաէներգիան։ Եթե բաժանորդն իր արտադրածից շատ էլեկտրաէներգիա սպառեց, վճարում է տարբերության համար։ Եթե ավելի շատ արտադրեց, տարեվերջին հեծն է վճարում բաժանորդին կես գնով։ Էլ ցանցերին դիմաց արևային կայաններ ունեցող 24 բաժանորդներից 5-ն արդեն պայմանագիր են կնքել։ Նելի Հարությունյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։